Ողջույն բոլորին, ինչպե՞ս եք։ Իհարկե, եւ որ ես սկսում եմ նկարելը, ինչ-որ մի բան պատահում է։ Okay, չգիտեմ, տեքերս այնտեղ դրսում բան էր անում, զրուցում էր, որոշել էր հաչել գորդիտոն։ Հա, ուրեմն, ինչ եմ անում։ Նոր հեռախոսով եմ նկարում ու դուք ասեք սենց որակը ոնց է, տարբերություն արդյոք զգում եք, չեք զգում, տենց։ Եվ այստեղ ես իմ թեյը ունեմ, այսօր երրորդ օրն է, որ խմում եմ, ու պատկերացրեք, որ հենց առաջի օրը լրիվ ամբողջությամբ չէ, դեռ ինչ-որ սենց կա, բայց այդ շատ ծանր վիճակը կոկորդիս մաքրել եմ, որ սենց լրիվ այդ խցանումները տարել է, ու էլի կա ինչ-որ տենց մի 95%-ով է մաքրվել, բայց փառք Աստծո, որ մաքրվել է, դա այդպես, եւ ասեմ, տան մեջ եղած բաները ասեմ, հետո ուզում եմ դուրս գամ ցույց տամ, թե ինչ ենք արել տան մեջ, այստեղ միս եմ հանել, աղացած միսա, որ հետ գա, ուզում եմ տոլմա սարքեմ, թփով տոլմա, քանի որ այսօր 5 շաբթի է, ինչ-որ գործ չունեմ, դաշ չունեմ, ծառայություն չունեմ, որոշել եմ տենց տան տիկունություն անեմ, okay, ու թուփ ունեմ շուտվանից, ուզում եմ սարքեմ, հանկարծ չփչանա, գուցե ասեք չէ, չի փչանում թուփը բան, բայց դա չգիտեմ, տեսակ սենց անհանգիստ եմ, որ կիսատ բացած ունեմ ու հանկարծ փչանա։ Սա խմել եմ, վերջացրել եմ կոֆես, բայց էլի եմ ուզում։ Okay, հիմա եկեք դուրս գանք, տեսնեմ, ցույց տամ ինչ ենք սարքել վերևը, չնայած կիսատ է դեռ, բայց դե ոչինչ, արդեն մոտավոր պատկերացում կունենեք։ Ուրեմն նայեք, այստեղ մենք որ ասում էի վերևը բալկոն է լինելու, սենց կտուրն է հիմա բետոն դնում, չընկնեմ այստեղ տեկինն ասին լվացք արել։ Եվ այս մնացելը, որ ես ծածկվի, ու տենց, բետոներեք ենքան հոգնած եկել էր, որ չկարացավ բարձրանամ, արի գորդիտո, բեին, ու այս գորդիտոյի վիճակը շատ վատ, արի, ընգնելու ես, արի, բեին, հա, ու տենց ոնց որ ես ենք սարքում, որ մեր մոտ հանկարծ անձրևներ որ սկսի, ունենանք էլի ծածկը, տենց ընդերից ընգնելու, արի գորդիտո բեն, արի, ուրեմն պատվեմ, այս միստին, հիմա այս պահին գտնվում է իր այդ զուգավորման շրջան, պատկերացեցիք, այս գորդիտոն էլ հետևից է ընգած, միստին ես կոմա գալինք ես կոմա գնում, սետ սիրահարված ամբողջ օրը նայում է բանին միստին, գորդիտոն, սետ են կոմա գնում ենք, հիմա բարձացել էր կռիշ այդ բալկոն, որ տնար ոնց հնարքը դնի բանանի միստին հետ միանա, բայց դե չենք թողնում իհարկե, և շատ ողբալի վիճակում է, շատ սիրահարված վիճակում է, պարկում է տենց կեսրարիս աշճաններից, այս ժամերը միստին նայում այնքան ենք ծիծաղել, ես ու տեքորս կինեմ, խնդում ենք ու այն օրը տենց առանց իմանալու ես միստին բաց թողեցի, որ մի քիչ վազվզի էստեղ, այնի վազվզում է բան, սենց ես գորդիտոն էլ հետևից, վազում ես կոմ, վազում այն կոմ ու չի կարողանում իր ուզածը, քանի որ պուճուրա չի ասնում, այնքան ենք ծիծաղել, չեք պատկերացնի, այնքան ծիծաղել է տեսարաններ եմ, որ սենց պուճուրա թրջկոտում միստի կոմերը բանս չի հասնում, միստին էլ վազում ես կոմ, վազում այն կոմ, տենց ուրախացած, որ իրան բաց են թողել,
Մի խոսքով ժողովուրդ խեղճ գործիտան հիմա այսքանի օրա տենց սիրահարված նայում ա միստին, բայց դե չի կարում, չեք թողում տենց ժողովուրդ։ Էս էլ մեր գորդիտոյի ու միստիի պատմությունը և էլ ինչ է ուզում պատմել, երևի այսօր այսքանը, հա, պետք է գնայի ճիշտ ասած եղունգներիս, արդեն ահագին աճել է, բայց տերեն իրան հարմար չի, ես էլ չեմ ուզում ուրիշի մոտ գնամ, ստեղ գնացի մի քանի հոգու հարցերեցի, ահագին տենց թանկ եմ վերցնում, մի քանի տեղեր չեմ ուզում գնամ, քանի որ այն ձախողված ձախողումներից, որ ունեցել եմ այդ բաների հետ, իրանց ծանոթներն են, իրանց ուսանողներն են, էլի բան բացել, տենց սրահ բացել, ոնց որ նույն տեղն ասած, սենց ասած կարելի ասել, չեմ ուզում ստեղ եք գնամ։ So, տեսնեմ ինչ եմ անում, մի հատ աղջկա գրեցի, այստեղ ուզում էի մեր տարածքում, կենտրոնական հատվածում, ու իր մոտ գրված էր Facebook-ում, հա, մեր քաղաքի խումբա, գրած էր կենտրոնական թաղամասը, ասացի, օքեյ, եթե կենտրոնականը շատ հեռու չի լինի, էլի, ինձ ինչքան դեռ որ բան լինի, տենց կգնամ, ու ասացի, լավ, ժամը նշանակեցի, տենց կգամ, մեկ էլ բետոյն եմ հարցնում, ասում եմ հլա ասալի, տենամ էտ օրը, որ առավոտ զարթնել եմ, հլա ասալ տենամ էլի, ոնց եմ գնալու, եթե ինձ ինչ-որ մեկը իմ հետ չգա, ես իմանամ ուր եմ գնում, էլի, տենց փողոցի որ կողմն եմ գնում, ճիշտ խոսքի ես ինչ իդալգո փողոցն է, ասենց պետք է վերևանամ, թե իջնեմ, սենց ասած էլի, որ կողմով պետք է գնամ, so, ու բետոն նայում ու հեռու թաղամաս, որ բետոյի որ քուրենք են այդտեղ ապրում, ու հեռու թաղամաս է, լրիվ կենտրոնից դուրս է, որ սենց կենտրոնի տարածքից դուրս է, լրիվ այլ թաղամասը, ու այդ աղջիկը գրել է կենտրոն։ Ու ես է cancel արեցի ճիշտն ասած, քանի որ խիսելային էի խնդրել, որ ինձ ուղեկցի, իրանք ինչ-որ գործ ունեին անելու, պետք է դուրս գային, տենց ոնց որ չկարողացավ, ես էլ մենակը չեմ ճանաչում անգամ այդ թաղամասը, ոնց եմ գնալու, չեմ վստահում տաքսիներին, հիմա այս պահին վտանգավոր է, ոբշեմ, մի խոսքով չգնացի, cancel եմ արել ու տենց մնացել եմ սենց, այս վիճակին, հիմա տեսնեմ ինչ եմ անում, կամ պետք է համբերեմ, կամ էլ Ռոսին գրեցի, տենց իմացավ, ասեց ես այդ բանը լիցքը հանող ացետոն ունեմ, եթե կուզես կբերեմ, կամ էլ եթե դու ուզում ես առ, բայց ասեց ես քանի օրը գալու է, էլի տենց կարա, եթե կուզես հետս կբերեմ, կմաքրես, տենց միջև որ տերեն կարողանա ընդունի, քանի որ ծանրացել է եղունգներս, այս մասերից տենց մազերս քաշում եմ, տենց Okay, ժողովուրդ տեսել այսպես և գնամ տեսնեմ ինչ եմ անում, ես նիսը հետ կա, ես իրիկում վակում արդեն իստում տենց մի ժամ, 2 ժամ առաջ կսկսեմ փաթաթելը, պատրաստ կլինի փաթաթեմ, շարունակեմ իմ թեյը խմել, շարունակեմ իմ դասերը, տնային աշխատանքներ ունեմ, որ պետք է անեմ, so գնացի, լավ եղեք, և ասեք արդյոք հավանում եք սիրավորակը թե չէ, գուցե ինչ-որ սենց պահեր լինեն, չգիտեմ, դեռ լրիվ ամբողջությամբ չեմ ուսումնասիրել, բայց ինձ թվում է կհասկանաք, գնացի, մինչ նոր հանդիպում։
Ժողովուրդ ուրեմն տոլմաս դրել եմ։ Մի քիչ միս ավելացա, բայց ոչինչ, ապուր կսարքեմ, կոլորակ կսարքեմ։ Մնացել է մի ժամ մոտավորապես, որ բետոն գա, հուսով եմ կհասցնեմ։ Որ սենց լրիվ դատարկել եմ։ Տենց հիմա դրել եմ, որ եփի, թվում է շուտ կեփի։ Всё։ Մենք էլ տնային խմբակ ունենք այսօր, բայց մոռացել եմ լրիվ այդ մասին, որ այսօր 5 շաբթի է ու 5 շաբթի օրը տնային խմբակ ունենք։ Չգիտեմ, ճիշտ ասած, բետոն հոգնած ա լինում այս վերջերս, չգիտեմ, կգնանք, չգնանք։ Անցած անգամից մենակ էի գնացել բետոն շուտ գործեր անում տան վրա։ Հիմա բետոն չի պատասխանում, որ բան անենք, գնանք, արդյոք գնալու է, թե չէ, գալու է, չգիտեմ, տեսնենք։ Ես ուտում եմ վերջին թփով սարքած տոլմա, վերջին կտոր հացով, որ թխել եմ, բայց էսի հացը հələ կտխեմ, ես թուփ, всё, բացանք, օքեյ, բարեխորժակ, ես մածուն եմ ավելացել դե, մենք նոյեմբերյանում կաղամբոյ տոլմայի վրա ենք մածուն ավելացնում, Տենց մի անգամ ես ընկերուհուս տանն էի, հետո իրանք տոլմա էին կարծեմ սարքել, թե ինքը իմացավ, որ կաղամբով տոլմայի վրա տենց մածուն եմ լցնում, չեմ հիշում ոնց պատահեց այդ պահը, որ ինքը իմացավ, որ ես կաղամբով տոլմայի վրա մածուն եմ լցնում ու զարմացավ շատ, ինքը Երևանից է, իմ կուրսընկերուհին, 1000 տարվա ընկերուհին, ու զարմացավ ոնց կաղամբով տոլմայի վրա մածուն ու դրանից հետո ինքը սկսեց հենց կաղամբի տոլմայի վրա էլ մածուն լցնել, շատ համեղ է, так что կարող եք փորձել, եթե չեք փորձել, բայց շատերը լցնում են ժողովուրդ, բարեխորժակ բոլորին, հեսա ուտեմ, այսօրվա պահով կխոսեմ, որ գնացել էի Նախաճաշի։ Ես մի քիչ գզգզված տեսք ունեմ, քանի որ քնել էի, ճիշտն ասած, Նախաճաշից հետո եկել եմ ու բան եմ արել,
միացել եմ ծառայության օնլայն եւ արդեն բրես հար չկար գնացել եմ նենց երկունս տանում գնացել եմ քնել եմ Okay, ես այստեղ իմ կապուչինո բողոց չեմ սարքել Մեկ փրփուրով Okay, չքաղաքականացնել Ուրեմն անցավ նախաճաշը շատ հետաքրքիր թեմա էր այն մասին էր որ հիշենք մեր կյանքի տենց դժվար պահերը շատ նեղված պահերը, որ սենց դառնացած պահերը ու նաև հիշենք մեր կյանքում ծնված օրվանից, այսինքն մեր գիտակից օրվանից մինչև այսօր տենց մեր ուրախ պահերը, որ այդ ուրախ պահերը պետքա ավելի սենց հաղթեն, հա, սենց գուցե իրանք մեր կյանքում շատ քիչ լինեն, բայց իրանք սենց ոնց որ պետքա գոնե մի հատ ժպիտը, հա, մեր ծնողների, որ փոքր ժամանակ քեզ գրկել են, քեզ ինչ-որ մի տեղ են տարել, մի հատ պաղպաղակ են առել են, ծանր շրջանում, այդ ոնց որ քեզ համար դա պետքա որ ծածկի ամեն մի վատը, որ դու անցել ես, ու ես Դանիելային ասում եմ, այնտեղ պահանջ կար, որ գրեք այդ պահերը, ասես ոնց որ դժվար պահերը, որ քեզ նեղություն ա տվել ու նաև հետո լավ պահերը, ուրախ, որ սենց ամբողջ աշխարհը ոնց որ քոնն ա եղել, ու ես Դանիելային ասում եմ, որ մի տեսակ իմ համար շատ դժվար ա հիշել, տենց որ շատ լավ պահեր փոքր ժամանակվանից, որ շատ փոքր ենք եղել, քանի որ երբ որ ես փոքր էի, նոր սովետական միությունը փլուզվեց, հետո երկրաշարժ, տենց հետո պատերազմ, հետո տենց, չգիտեմ, իմ պապան հիվանդ էր, տենց, ու մենք որ տենց շատ վատ վիճակում ենք ապրել, Փառք Աստծո, իմ քեռիների համար իրենք միշտ մեր կողքին են եղել, պապաս ամիսներով պառկած ա եղել, բայց հենց այդ պահերին եմ, որ սենց դու հիշում ես մի հատ մի փոքր բան, որ ու այնքան է լուսավորում այդ մթությունը, այնքան է սենց քեզ սենց ուրախացնում, որ դու արդեն մոռանում ես այն դժվարությունները, այն չգիտեմ, ցավ պատճառած պահերը, ու չգիտեմ, մի հատ քո ծնողների ժպիտով, մի հատ քո, չգիտեմ, քո եղբոր հետ, օրինակ իմ դեպքում եղբոր հետ տենց ինչ-որ խաղի հետ, ինչ-որ միտեղ գնալը, ես շատ փոքր ժամանակ տենց մի հատ դեպք պատմեմ, որ երևի շատերը գիտեք, որ իմ ու եղբորս ծնունդը նույն օրն է ու բարեկամները միշտ այն ժամանակը շատ դժվար տարիներ էր, փոքր ժամանակա, տենց նոր դուրս են գալի այդ ծանր վիճակից, տենց մեր բարեկամները տենց միշտ մեկ նվեր էին բերում մեր համար ու էդ էլ երևի մամայի համար կոֆեի բաժակներ, չգիտեմ, վազա, պապայի համար տան չստիկներ Չգիտեմ ինչի հետ եմ հիշել, նասկիներ, պապայը, որ խոսքի, ես տենց բաներ եմ հիշում, չգիտեմ, ու մեկ էլ մի անգամ պապայս դասընկերներն էին եկել, մեր ծնունդին սենց իրանք միշտ գալիս էին էլի, տենց հիմա էլ տենց առիթից շատ ուշուշ, բայց այն ժամանակ տենց հավաքվում էին միշտ ամեն առիթի գալիս էին ու մեր համար այդ կասետով մագնիտոֆոն էին բերել, կարմիր գույնի սենց փոճրիկ մագնիտոֆոն էր ու ես եղբայրս նենց էինք ուրախացել ու այդ պահը հիշում եմ, համ հուզվում եմ, համ ուրախացել եմ, որ այդ մեր ուրախությունն էր վերջապես ինչ-որ մեկը մեր համար նվեր էր բերել ու տենց այն որ նոր դուրս էին եկել այդ կասետով մագնիտոֆոններ կարծեմ 2 տեղանոց էր իմ հիշելով չեմ հիշում ու այդ մագնիտոֆոնը երկար մեզ ծառայել է տենց ու մի խոսքով
Տենց հիշողությունների գիրք ընկանք յուրաքանչյուրս մի քիչ լացեցինք, դե իհարկե համ ուրախությունից, համ տխրությունից, տենց Դանիելային պատմում եմ, զարմացած նայում, ասում եմ սովետական միություն, աղքատություն, երկրաշարժ, լույս չկա, ջուր չկա, չգիտեմ նորմալ, ջուր օրինակ, չգիտեմ, բաներ, տենց երևի կար, չեմ հիշում այդ ջուրի պահը, բայց որ տենց Երևանում քաղաքներում ավելի բարդ է եղել, չէ, որ հայտ չի եղել, օրինակ գյուղում այդքան էլ տենց ինչ-որ այդքան էլ տենց դե գյուղի անտառից կարող էին էլի տանել վառել բանկ, չգիտեմ, այգուց եւ այլն։ Ու ամենը ինչ-որ մի սենց դժվարություն կրել են գյուղում էլ իր դժվարություններն ա ունեցել, որ պրոդուկտները տենց պակաս է եղել բան, մի խոսքով ամենտեղ այդ դժվարությունն եղել է, հետո պատերազմ, հետո երկրաշարժ, երկրաշարժ, հետո պատերազմ, ու տենց ոնց որ ասում եմ ես չեմ կարողանում սենց որ սենց ինչ-որ ցուցակ կազմեմ, լավ սենց երկար ցուցակ կազմեմ, որ ինչ-որ սենց ուրախ պահեր եմ ունեցել փոքր ժամանակ, բայց ուրախ պահեր ունեցել եմ արդեն որ հիշում եմ սենց լավ վառ, ես ուսանող տարիներից, վերջի տարիներին, որ արդեն հանրակացարան, ուսանողական հանրակացարան մենք ապրում, այնքան էի ուրախ այդ տարիներին, չգիտեմ, սկզբի առաջի երկրորդ տարին այդքան էլ տենց լավ չեմ եղել, ուրախ էի, որ գնացել եմ Երևան, բայց ես ինձ լավ չէի զգում, մի խոսքով ինչ-ինչ պատճառներով եւ երրորդ կուրսում շատ լավ եմ եղել, քանի որ հանրակացարանում էինք ապրում իմ բարեկամու հետ, մի սենյակում էինք ապրում եւ դեղ օտարազգիների հետ ծանոթացել էինք, տենց հարևանություն էինք անում հնդիկների, պարսիկների եւ քանի որ ես օտար լեզուների տենց ֆակուլտետում էի սովորում, ես կարողանում էի իմ անգլերենը բան անել, գործածեի, հա, տենց ու ինձ շատ օգնեց իրականում այդ ընթացքում գործածել իմ անգլերենը եւ մեզ որպես թարգմանի չէին հանում, որ բանի հանրակացարանի կառավարիչը, այնտեղ չգիտեմ, հավաքարարը բան, ինչ-որ պահ էր լինում այս օտարազգիների հետ, մեր դուռն էին թակում, քանի որ բարեկամուհիս էլ գիտերի անգլերեն, ինքը լրիվ ուրիշ մասնագիտություն ուներ, բայց անգլերեն լավ տիրապետում էր, տենց, ու մեզ դուռը թխկացնում էին, կամ հնդիկներն էին թխկացնում, թակում էին դուռը, դե թարգմանելու բան կա, կարակ ասեք իրենք ինչ են մեզ ասում, ինչ են ուզում մեզանից բան։ Մի խոսքով, այդ բաները հիշում եմ, այսպես երկար խոսում եմ, օքեյ, շատ ուրախ եմ, ուրախ էր անցել, հետո ուսանողական տարիներից հետո ես Երևանում էի, իմ հորքուրի աղջկա հետ էի ապրում, հետել որ առանձին է հետո ժամանակ արդեն բետոին ճանաչեցի, սկզբից հորքուրենցս հետ էի ապրում վարձով, հետո հորքուրենքս հորքուրս գնաց գյուղ, հորքուրս տղան գնաց Ռուսաստան, հետո հորքուրս աղջիկը իմ հետ եկավ մնաց, ես տուն էի վարձել, ու այդ ժամանակ եւ որ ես հորքուրենցս հետ էի ապրում, բետոյի հետ էի ծանոթացել, իմ ընկերուհու հետ հանդիպումը, իմ Վարսենի հետ հանդիպումը, ես շատ եմ սիրում իրան, բոլորին կարոտել եմ, բոլոր ընկերներին կարոտել եմ, հանրակացարանում էլի տենց իմ ընկերուհու հետ ծանոթացանք, մեզ ընկերուհու ում Ժենյայի, ինքն է Կիրովականից էր, էլի ինքն է սովորում էր Բրյուսովի նույն ֆակուլտետը, ոնց որ ես անգլերեն, իսպաներեն, ինքն է նույն գրքերով էինք, ինքը մի կուրս բարձր, թե երկու կուրս բարձր ինձանից, ու ինձ օգնում էր, իր հետ դաս էինք անում, հավես էր տենց մեր սենյակը, սենց դեմ դիմաց չէ, տենց մեր դիմացի կողքի սենյակներ, թե երկու սենյակ ենք, մի խոսքով, իրար հետ տենց դաս էինք անում, իր մամայի հետ էր այդտեղ ապրում հանրակացարանում, իր մաման տենց պահում էր իրան,
գնում գալիս էր։ Մի խոսքով։ Այնպես որ շատ ուրախ օրեր եմ ունեցել այդ ուսանողական տարիներից։ Վերջի տարիների մանավանդ։ Սենց ժողովուրդ, ես այնտեղ մենք բրդուճ ենք կերել, սենց հացի մեջ, ապախտած երշիկով ու երկու հատ բերել եմ, Դանիելային ասեցի ինձ կնվիրի ես, ասեց երկու հատ վերցրու, ասեց շատ վերցրու, ասեց չէ երկու հատ հերիկա, տենց ես իր համար տոլմա եմ տարել, փորձեն են կաղամբով, բանջարեղենով փորձել էին, որ առաջի անգամ եկել էին մեր տուն, բայց բանով չեն փորձել, այդ տերևով չեն փորձել, ասեցի տենց բրենվատուն ես տեցնում, տենց յոգուրտ գրեյգով, տենց հունական յոգուրտ և ուտում ես շատ համով, տեսնենք հավանում են թե չէ, սա էլ էսպես, սա էլ ասեցի, տենց, ու հիմա ես կոֆես խմեմ, համով շատ իմ նոր բաժակովն է զլովնը, առաջ անգամ եմ խմում, դեղ պաղպաղակիր ունեմ, ես թեյս էլ ես կանն եմ խմել, ուշ եմ սարկել, եկել եմ ծառայության ընթացքում տենց սկսել եմ սարկելը, ժամը 12-ին եմ սարկել, խմեմ վերջացնեմ, տենց ժողովուրդ, այս քանեմ, հուսով եմ շուտ բան կանեմ, տեսանյութ կներկայացնեմ, այս հեռախոսով եմ ուզում տենց արդեն մոնտաժեմ, բան տենց, բայց ես մոռացել եմ, որ իմ YouTube-ի ալիքը պետք է, ես մտածում եմ, չէ, իմ YouTube-ի ալիքը ընդեղ մնա, ես այստեղ մոնտաժ ունեմ, բայց հետո ոնց եմ YouTube-ում տենելու, պետք է ստիպված այստեղ YouTube-իս ալիքը այստեղ կոնե այդ մեկը գրանցեմ ու կարողանամ, մի լավ մաքրել եմ, քանի որ լցվել էր այդ հենց այդ account-ս YouTube-ի այս ալիքի account-ը տենց նկարներով, բան, տենց վիդեոներով հեռախոսս լցվել էր ու մաքրել եմ մի լավ, որ տեղ չզբաղեցնի արխիվներից, բանից, տենց, չգիտեմ ոնց էին հավաքվել դրանց ջնջված, հեռախոսից ջնջված վիդեոները տենց Google-ում Gmail-ում տենց հավաքվել էին, մի խոսքով, կարևոր չի, okay, սա էլ մոնտաժեմ, մեկ էլ մի բան էր, որ այս հեռախոսը ինքը մոնտաժի ծրագիր ունի, ես ճիշտ ասած քաշել էի մի հատ մոնտաժի ծրագիր, այս պահին ես InShot-ով եմ անում, քանի որ նախորդ ուրիշ ծրագրով էի անում, հետո իմ հեռախոսից բան եղավ, տենց ջնջվեց, ոչ մի ձև չկարողացա հետ բերել էլ, InShot-ով սկսեցի անելը, բայց հիմա այս հեռախոսի մեջ ինքը տենց առանձին ծրագիր ունի ու որ տեսա տենց ծրագիր կա, ասի լավ դրանով անեմ, էլ չքաշեմ հեռախոսը չծանդրանա, так что նոր ծրագիր եմ, չես նույն բաներն են, հավես բանա, փորձենք տենամ ոնց ալնում, ինչ ալնում, ուսումնասիրեմ ավելի, այնպես որ նոր ծրագիր, նոր հեռախոս, տենց Okay, գնացի, շատ եմ խոսում արդեն։ Ինչ է եղել։ Այն։ Okay. Gordito դեռ սիրահարված է։ Gordito. ¿Qué? Misty, ven. Ven.